այդ ժողովի ընթացքում տեղի ունեցած խոսակցության բովանդակության վերաբերյալ դրանից առաջ տեղի ունեցած ժողովների այդ նմանաբնույթ խոսակցություն տեղի ունեցել է ժողովի։ Առհասարակ եկեղեցու մտածողությունն այն է եղել, որ ժամանակի իշխանությունները կործանում են երկիրը, այսպիսի մտքեր շատ են եղել, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ դիրքորոշում ունեցող անձ, այդ մտքին չեմ եղել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կործանում է պետությունը, այդ պատճառով ես իմ սեփական կարծիքն եմ ունեցել եւ իմ մեջ բոլոր այդ դրույթները, որը այդպիսի հնչում էր, ինձ համար դրանք կեղծ են եղել։ Նշված ընտրություններից հետո կոնկրետ դուք որևէ քաղաքական որևէ կուսակցության կողմից կազմակերպված հավաքների ներկայացում մասնակցել եք, թե ոչ։ Մասնակցել եմ ու շատ եմ մասնակցել, կարող եմ վստահաբար ասել, որ Արագածոտնի թեմի քահանաների մեջ ամենաշատը ես եմ մասնակցել, այն պատճառաբանությամբ, որ ես բնակվել եմ Երևան քաղաքում։ Եվ որպես Երևանաբնակ, քանի որ ինձ մոտ էր, այդպես էլ նշվում էր հաճախ, ես ավելի շատ եմ այդ ցույցերին մասնակցել եւ նաեւ որը անդրադարձել է իմ ծառայության վրա, որովհետեւ հաճախ իմ օրերս անցնում էին ցույցերի հրապարակներում, խոտերի վրա, այսպես այո շատ է։ Այդ հիշեք, որ քաղաքական Մասնակցել եմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ցույցերին, հիմնականում, այնտեղ Վազգեն Մանուկյանին եմ հիշում, այնտեղ Արթուր Վանեցյանին եմ հիշում։ Հիշեք, որ ժամանակահատվածում կազմակերպված ցույցերի մասին 2021-23 թվականներին ես այսպես հստակ տարին չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ցույցերից մեկում հենց իրենց հարսը Սիրուշուն համերգ էր տալիս, դրա համար ինչ եմ սա շեշտում, որ կոնկրետ չեմ հիշում, դա 2021 թվականին էր, թե 23 թվականին, հետո նաև որպես հոգևորական, քանի որ այդտեղ էի, ներկա է գտնվում նաև փողոցները փակելուն, ուղղորդվում էր, որ այդ ամբողջի հետ այս ու այն կողմ գնանք։ Այդ հավաքներին դուք ձեր կամքով եք գնացել մասնակցել։ Բնականաբար իմ կամքով չէի գնա, որովհետև այդ ամենը հոգնեցուցիչ էր ինձ համար եւ նաեւ խանգարում էր իմ ծառայությանը։ Այդ ընթացքում եղել են բազմաթիվ զանգեր հավատացյալների կողմից, ովքեր եկեղեցում ցանկանում էին ինձ տեսնել, բայց ես այդ մարդկանց ուղղակի մերժել եմ, չեմ կարողացել հանդիպել, որովհետև գտնվել եմ ցույցերի հրապարակներում կամ փողոցներում։ Եվ եթե դուք ձեր կամքով չեք մասնակցել ցույցերին, ոնց է ստացվել, որ ըստ էության գնացել եք ցույցերին, այսինքն դուք ձեր կամքով բացակայել, ինչպես է իրազեկված եղել, որ օրինակ մի կուսակցություն բանավարքի կազմակերպել Ընդհանրապես ես համոզված եմ, որ բոլոր այն քահանաները Արագածոտնի թեմից, որ մասնակցել են այդ ցույցերին, եթե հնարավորություն ունենային ազատ կամ արտահայտվելու եւ չլինելու առհասարակ այդ ցույցերին, բնականաբար իրենք չէին մասնակցելու եւ բոլորն էլ հաշվի առնելով ընդհանուր մթնոլորտը, որ եթե չգնաս, ուրեմն դու քաղաքական որոշակի կարծիք ունես եւ հակակարծիք ունես, այդ իսկ պատճառով մարդիկ չեն ուզեցել խնդիրներ ունենալ ու ուղղակի լռելով գնացել են։ Բոլորն էլ, ես նաեւ Արագածոտնի թեմի համար եմ ասում, այլ թեմերից էլ են եղել քահանաներ հավաքված ու այն բոլոր խոսակցությունները, որ այդ ընթացքում քահանաների միջև տեղի են ունեցել, բոլորը բամբասում էին նրանից, որ ինչ են եկել հասել այստեղ, այնտեղ նաև հաճախ մենք ժողովրդի կողմից շատ այսպես քննադատությունների ենք արժանացել, անգամ հայհոյանքների, որ հայտնված են եղել տվյալ ուժի կողքին, ու ես հիշում եմ դեպք, որ Երևանի փողոցով քայլում էինք, որ գնայինք Հանրապետության հրապարակ, որտեղ այնտեղ մեզ սպասում էին եւ այդ ժամանակ այդ ամբողջ Պրոսպեկտ փողոցը Մաշտոցի փողոցան, եթե չեմ սխալվում, մոտ տասնյակի հասնող մարդկանց հեգնանքին, չարախոսությանը ու հայհոյանքներին ենք արժանացել։ Այն նշեցիք, որ կամքը բացակայել է, քանի որ պրոբլեմների կարող է
հանգեցնել, այլ ում կողմից կարող է պրոբլեմ ստեղծել։ Բնականաբար ուղարկողի Իսկ ով է ուղարկողը։ Արագածոտնի թեմի առաջնորդը։ Արագածոտնի թեմի առաջնորդը ով ձեզ ասել է գնաք մասնակցել։ Տեսեք, այդպես չէր համակարգը գործում, այնտեղ ցուցակներ էին կազմվում եւ ամեն օրվա համար, ամեն ցույցի համար գրվում էին անուններ, բայց իմ անունը կոնկրետ, ելի եմ ասում, եթե շաբաթվա մեջ պետքա օրինակ այլ քահանաներ մեկ անգամ էր իրենց բախտ վիճակում, որ այդ ցույցին գտնվեին, ես այդպիսի շաբաթ չկար, որ 2-ից 3 անգամ օրինակ եմ ասում, եթե ցույց լիներ, ես ներկա չլինեի։ Ու այդ հանրավակներին շատ եմ մասնակցել ու ընդդիմության կողմից կազմակերպված իհարկե։ Նշեցի ցուցակներ եք կազմում, ո՞նց է համակարգվում այդ ամեն ինչը։ Ես չգիտեմ ոնց էր համակարգում, բայց ցուցակները գոյություն ունեին, բնականաբար Արագածոտնի թեմի առաջնորդը, եթե որտեվ ամեն թեմի առաջնորդ ինքը գիտի իր քահանաների քանակը, ցանկը, անուններ, եթե այլ թեմի առաջնորդն է կազմում ցուցակ, թե օրինակ նույն թեմում աշխատող մեկը հոգևորողի կամ Ես կարծում եմ, որ անմիջապես թեմի հավանաբար իրար հետ որ այդ ամեն ինչը պիտի իրականացնեն, խորհրդակցություն ունեցել են, հավանաբար ունեցել են, բայց կարծում եմ, չեմ կարող վստահաբար ասել, Արագածոտնի թեմի առաջնորդը եւ թեմի դիվանապետը Գարեգին Քահանա-Արսենյանը։ Այ ձեր կարծիքը ոնշեցի կարծում եմ դեր Գարեգին Քահանա-Արսենյանը դեր խորհրդակցություն ունեցել։ Այ դեր Գարեգին Քահանա, Կարմեն Աշոտի Արսենյանը որևիցե գործողություն կատարել է, որ ձեր մոտ նման ենթադրություն կամ կարծիք է առաջացել։ Հետագայի բան պիտի ասեմ, բայց այո, անշուշտ կասկածները փարատվել են, երբ որ վարչապետի տիկինը այցելել է Հովանավանք եւ դրանից հետո սկսվել են իմ պատիժները, այդ ժամանակ Գարեգին Քահանայի կողմից թեմից զանգ եմ ստացել, ինքը ժամանակ գտնվել է թեմում առաջնորդարանում, ես դա ճշտած տեղեկություն եմ ասում, որ գտնվել է առաջնորդարանում ու զանգը ինձ կատարել է հենց առաջնորդարանից, եղել է հետևյալ, ուրեմն հարցադրում ինձ, որ ինչ ես այդ նիկոլականներին հավաքել կողքդ, ասել հարց են տվել, բա ում պետքա հավաքեի առհասարակ կամ պետքա ես հարցնեի մարդը ինչ քաղաքական կողմնորոշում ունի, նոր բերեի եկեղեցի։ Եղել է նման բաներ ու հետո ասել եմ ինչ ես դու խառնվում ես հարցին, ասել է ես իմ լիազորությունները չեմ չարաշահում։ Այսինքն ինքը կարծում է, որ այդ ամենը անում է իր լիազորությունների շրջանակներում։ Այդ ցուցակները, որ կազմվում էր, այնուհետև ձեզ ոնց է հասունացնում կանգնալու։ Ոնցակով ստեղծված էր խումբ, որտեղ որ ցանկերը կամ անունները տեղադրվում էին։ Ո՞վ է ղեկավարում։ Գարեգին Քահանա-Արսենյանը։ Բայց հավատացած եմ, որ ինքը ուղղակի մարդ էր, ով որ իրականացնում էր այդ ամենը, բայց ինքը չէր ստեղծագործող այդ ամենի երևում։ Այսինքն ստեղծագործողը թեմի առաջնորդներ, Գարեգին Քահանա-Արսենյանը։ Լավ, այ վերադառնում ենք հավաքներին, հա։ Նշված հավաքներին դուք ինչ համասեցրով եք։ Արկացիական թե հոգևորական։ Հաճախ եղել է, որ սա էլ ասեմ, երբ որ մարդկանց այսպես վերաբերմունքը շատ կոպիտ է եղել, ես ինքս իմ կապան հանել եմ, եղել է նաև այդպիսի ցույցեր, որ ես իմ կապան հանել եմ, որ չիմանամ, որ ես հոգևորական եմ։ Դա եղել է օրինակ ցույցերի կեսից։ Էլի այդ նույն ցույցերին է վերաբերում։ Այդ նույն ցույցերին։ Սկզբում եղել եմ կապայով, հետո ցույցերի կեսից ես այդ կապան հանել եմ, ինձ հետ ունեցել եմ տոպրակ, որի մեջ որ դրել եմ։ Այ դուք հավաքների կազմակերպողի մասով նշեցիք մի քանի անձանց անուններ, որոնք ըստ մենք են կազմակերպել այդ հավաքները, այնուամենայնիվ հստակեցնելու համար, այդ կազմակերպված հավաքները տվյալ պահին գործող իշխանության դեմ իրականացնող հավաքներին
կարող եմ ասել այո ու հիմնավորել, որովհետև ընդդիմության խոսույթը ամբողջությամբ իշխանության դեմ էր։ Այսինքն, եթե մենք պետքա գնանք միտեղ ցույցի, որտեղ միայն հարցը մարդկանց իրար գլուխ հավաքվելը չէ, այլ այնտեղ նաև կա գաղափարախոսություն եւ որոշակի ուղղվածություն եւ նպատակ, բնականաբար, երբ որ դու հայտնվում ես այդ միջավայրում, այդ նպատակը կարծես դառնում է նաև քո մոտ։ Դա նպատակը ո՞րն է որ կոնկրետ։ Իշխանափոխություն։ Չէ, ավարտը նպատակը ո՞րն է, որ ձեզ համապատասխանատվով, ձեզ ոգևորական համազգեստով հավաքվում են հավաքվում։ Գաղափարական տարբերությունը։ Այսինքն դիրքորոշում արտահայտելը որ այսինքն տեսեք մենք գիտենք որ այդ բաժան դասական կրկին առարկում եմ կրկին ուղղորդող հարց է այսինքն մեղադրողը հստակ հարց է ուղղում այսինքն հստակ հայտարարված բան տարբերությունը ցույց տալու համար որ մենք համախոհ չենք այսինքն բառացի հարցը ձևակերպում այնպես որ պարզապես այո կամ ոչ է մնում ուժովի պատասխանելու կրկին խնդրում հարցը կամ վերաձևակերպել կամ հանել Նարյա դատարանի համար հարցը վերաձևակերպել։ Պատվաժան դատարան ըստեյության մեղադրանքի կողմը օգտվում է ուղիղ հարցականության կանոններից եւ ըստեյության զրկված չեն նման հարցադրում կատարելուց այնուամենայնիվ քանի որ Այնպիսի հարց, որը իր մեջ պատասխան չպարունակի։ պատասխան ձեռնված հարցը որպես այդպիսի պատասխան։ այո կամ ոչ է ըստեյության պատասխանում։ Բայց ես դեռ ոչ մի հարցի այո կամ ոչ չեմ ասել։ Միայն Հարցին այո։ Պատվաժան դատարան ըստեյության իմ մտքում կազմված վերաձևակերպումը ըստեյության նույն կերպ է, եթե նույն կերպ է վերաձևակերպվելու, եթե դատարանը ավելի այլ կերպ կարող է վերաձևակերպել, խնդրում դատարանին այլ հարցը հնչեցրել նախաբանը։ Հարցս վերաբերում է հավաքների մասնակցությունը հոգևոր սպասավորների կողմից, հոգևորական համազգեստով, ինչ նպատակ ուներ, այսինքն արտահայտում է թեմի անշնորհքանի դիրքորոշումը Արգելություն դատարանի հայտնեք ինչ նպատակ էր դա բնդում ձեր։ Ներողություն մինչև պատվաժան դատարան այդ հարցին ուղիղ պատասխանել է գաղափարական տարբերությունը վերջը։ Եվս մեկ անգամ պատասխանեք։ Նպատակը ո՞րն էր հավաքները։ հավաքների նպատակը իշխանափոխությունն էր։ հավաքների նպատակը չէ, հավաքներին Մեր մասնակցության իմ մասնակցությունը եկեղեցու դիրքորոշումներ առհասարակ այս ամենին։ Բնականաբար իմ դիրքորոշումը չէ։ Կարող է իմ դիրքորոշումն էլ դա լիներ, բայց ես կարող չգնայի օրինակ կամ հետաձգեի իմ գնալը։ Բայց բնականաբար այս ամենը չի եկեղեցու դիրքորոշումն է եղել տվյալ կառավարության։ Դա որ գնում եք հավաքների ձեր հավաքին մասնակցությունը ինչպես է հիմնավորում, որ օրինակ ես գնացել եմ մասնակցել եմ հավաքին։ Ում մոտ հիմնավոր էի։ Քանի որ նշեցիք, որ ցուցակ եք կազմվում եւ այդ ցուցակի դուք գնում եք մասնակցում եք հավաքներին, հետեւաբար ողջամիտ հարց է առաջանում։ Ձեր հավաքի մասնակցությունը, որևէ անձի ձեր հավաքին մասնակցությունը դրա կապակցությամբ որևէ պետք հայտում եք, թե ոչ, օրինակ ես գնացել մասնակցել եմ։ Տեսեք, մենք տվյալները այնտեղ էինք տալիս, այսինքն իմ մասնակցությունը պետքա փաստվեր։ Ու մայրաթորից կար ներկայացուցիչ, Տեր Եսայի Քահանա Արթենյանը, նշեք անունը, ով մոդերատոր էր կարծես ու այդ ամեն ինչը համակարգող էր, այսինքն մենք պարտադիր այնտեղ հասնելուց պետքա զանգեինք Տեր Եսայուն, ով տեղեկատվական համակարգի ղեկավարն էր մայրաթորի, պետք է իրեն պարտադիր տեսնեինք, հաճախ նաև այդ ցույցերի ժամանակ, քանի որ այսպես տարբեր տեղերում էինք լինում, խոսում էինք, թե ոնց պետք է իրար տեսնենք, որտեղ կարանք հանդիպենք եւ բոլոր ցույցերը, գրեթե բոլոր ցույցերին Տեր Եսայի Քահանա Արթենյանը, որպես մայրաթորի ներկայացուցիչ, ինքը պարտադիր գնացած քահանաներին պետք է տեսներ։ Այսինքն այդքանով սահմանափակվում է, թե օրինակ կազմված հավելվածով, հա, երբ որ նշում եք, որ քահանաները պետք է մասնակցեն
ցույցերին նշված օրինակ հավելվածում ևս իրազեկում էի։ Իրազեկումը լինում էր նրանով, որ մենք նաև աջակցույցի տեղից նկարներ ենք անում, ինքն բոլոր քահանաները, ովքեր որ գնացել են, այնտեղ պետքա նկարվեինք ու պետքա ուղարկեինք, եղել է դեպք, որ նաև Տեր Եսայուն ենք ուղարկել, եղել է դեպք, որ նաև մեր թեմի այդ WhatsApp-յան գրուպային ենք ուղարկել։ Եղել է դեպք, որ նաև նկարվել ենք Տեր Եսայու հեռախոսով։ Իսկ WhatsApp-յան ինտերնետային հավելվածին որոշեցիք ուղարկել։ Դա որպես այդպիսին պահանջ է եղել, նման պահանջ կատարելու։ Ես չգիտեմ պահանջ է թե ցանկություն, թե ինչ, բայց արել ենք։ Ասել են, որ անենք, մի հատ էլ լուսանկար ուղարկեք։ Ասել են, որ Այո։ Որպես ապացույց, որ այնտեղ ենք եղել։ այդ ինչ-որ այլ հանգամանք կա, որ ցանկանալ